Բարի երեկո հարգելի ունգընտիրներ, ինչպես ամեն երկուշաբթի այսօր դարձյալ ցայնե հաղորդավար Մարինեն եւ Շողիկ Տորոսյանը ձեզի հետ են ներկայացնելու այսօրվան շողարցակ հայտակիրը։ Կհիշեցնեմ, որ շողարցակ հայտակիրը գրնակուն կընտրել բանացայնի գայքեչով voiceofone.net, բջջային հեռացայինի Radio Voice of One Live զրակիրով, ինչպես նաեւ թիմադեդրի մերեչով։ Հարգելիներ, քիչ յետք Աստագի Փյունիկ սրահի մեջ բացումը պիտի կատարվի հայ գիրքի համահայկական ցուցահանդեսին։ Հայ գիրքի ցուցահանդես փառատոնը գազմագերբված է համասկայնի Վահեսեթյան հրադարակչադան կողմէ նշելու համար իր հիմնադրության 95-ամյակը։ Այս առիթով Հայաստանեն ժամանած են հարգելի հյուրեր։ Բուկինիստ գրախանութի դեր եւ դնորեն Խաչիկ Վարդանյան, Edit Print հրադարակչադան գլխավոր խմբակիր Սամուել Թավիթյան եւ Արմավ հրադարակչադան հիմնադիր դնորեն Արմեն Ավանեսյան։ Բարի եկած եք։ Բարև։ Ուրախ ենք, որ ձեզ գտիմավորենք նախ Լիբանանի մեջ եւ հիմա Վանացանի ստուդիոներեն ներս։ Հուսամ լավ ժամանակ կանցնեք Լիբանանի մեջ։ Մենք էլ ուրախ ենք, որ նորից կհանդիպենք լիբանանյան մեր հայրենակիցներին։ Թեկուս հեռարձայնով, թեկուս վիդեոյով, այսպես ասած։ Այսօր Բեյրութ կգտնվեք հայ գիրքի ցուցահանդես փառատոնին առիթով։ Ինչ կարելի է ասել նման նախաձեռնության մասին։ Ես Բարոն Արմեն։ Կարծում եմ, որ հայ գիրքը դարերի վեր հայ ժողովրդի համար մեծ նշանակություն է ունեցել, ընդհանուր միջև պաշտամունքի է ասել եւ պատահական չի, որ գրքերը նույնիսկ սրբացվել եւ բուժիչ նշանակություն են ունեցել, Կավլիցի Նարեկը, կամ ասենք շնորհալու որոշ գրքեր եւ գիրքը որպես այդպեսին իր խորքում հայ գիրքը հայապահպանության մեծ գործառույթ ունի եւ պատահական չի, որ ինչ որտեղ նաեւ կամուրջ է հանդիսանում հայրենիք սփյուռք այս կապի հետ կապված մեծ կամուրջ է հանդիսանում։ Այդ առիթով նախ շնորհավորում եմ կազմակերպիչներին եւ պիտի շնորհակալ լինեմ եւ նման նախաձեռնություններ թող շատ լինեն, տարբեր հայկական գաղթօջախներում լինեն, որովհետեւ հայոց գիրքը, հայոց լեզվի շտեմարանն ու ամբարն է։ Ավելին ինչ կարող է հային հայ պահել, քան հայոց լեզուն, որը ամբարված է հայ գրքի մեջ։ Շատ լավ միջոցառում է, մենք սիրով ենք մասնակցում այս միջոցառմանը եւ պիտի փաստենք, որ լավ ներկայանալի գրքեր տեսանք մենք ներքևը ցածում ցուցասրահի մեջ եւ այդ առիթով հսկայական աշխատանք է կատարվել հանձին ընկեր Հակոբին պետք է շնորհակալություն հայտնենք ընկեր Հակոբ Հավատյանին որովհետեւ սա ուղղակիորեն այս դժվարին դարձիկ օրերում երբ հայ ինքնությունը խաթարված է վտանգված է անգամ հայրենիքում այս դժվարին օրերում ահա հերթական անգամ նախաձեռնություն է արվում, որը որ շեշտում է հայը ազգայինը մշակութայինը։ Այո։ Միանալով շնորհավորանքներին եւ կրկին, հա, ուրախ լինելով գտնվելու Բեյրութում, առավել եւս Բեյրութի հայկական միջավայրում, կենտրոններից մեկում, կարևորության առումով ինչու եմ ես կարևորում, որ տեսեք, բոլորը մեծ գործ են անում, բայց առանձին Եվ շատերս Հայաստանում չգիտենք Սփյուռքում ինչ գրականություն է լույս տեսնում։ Եվ հակառակը շատ դեպքերում չեն իմանում, թե մեր հայրենիքում ինչ գրքեր են լույս տեսնում։ Եվ սա մի առիթ է, որ հրատարակիչները կամ հեղինակները անգամ միավորվեն իրար հետ ծանոթանան գրքերին, բայց առաջնահերթ իմ կարծիքով սա նաև տոն է ընթերցողի համար։ Այս պարագայում արդեն Բեյրութի կամ Լիբանանի ընթերցողների, դպրոցականների, ուսանողների համար առիթ ծանոթանալու գրքերին, ինչու ոչ ընտրություն կատարելու այս մեծ բազմաթիվ գրքերից, հա, եւ ամենակարևորը երբ արևմտահայերենը եւ արևելահայերենը այստեղ մի տեղ է, որտեղ հանդիպում են եւ ողջագուրվում են։ Այո։ Խոսելի առաջ հայ գիրքին եւ անոր ասացության մասին։ Պիտի ուզենք ավելի մոդեն ծանոթանալ ձեր հրադարակչատուներուն եւ ձեր հաստատություններուն։ Ձեր հաստատություններուն գործունեությունները մեզի գուկան դասյակ տարիներ է։ Ունին դասյակ տարիներու պատմություն։ Ինչպես կրնակ ավելի մոդեն ծանոթացնել ձեր աշխատանքը մեր ունկնդիրներուն։ Հրամեցեք Բարոն Խաչիկ, բուկինիստ գրախանութի 17 գրախանութների միավորում է։ Այո։
Մինչև ձեր հարցին պատասխանելը ես կուզեի ավելացնել նախորդ ասվածներին, ես երկրորդ անգամ եմ, առաջինին էլ եմ եղել այս ցուցահանդեսին, 9 թե 10 տարի առաջ էր դա, մի շատ կարևոր բան եւ իմ համար եւ բոլոր գրքասերների համար կատարվեց այդ ժամանակ, հայրենիք, սփյուռք հրատարակում են գրքեր, բայց կենտրոնացված, համակարգված աշխատանք չկա, ամեն մեկն իրեն համար է եւ իրեն համար հրատարակում սպառում է եւ էպիզոդներով էր դա մեկը մյուսին տեղյակ պահվում։ Առաջին անգամ երբ որ եղավ, ես բացի այն որ վերել էինք մեր գրքերը, շատ հրատարակություններով էինք եկել։ Ես տարա այստեղից ձեր բոլոր հրատարակած գրքերը, ոչ միայն ձեր, այստեղ կային գրքեր Կանադայի, Ֆրանսիայի, ասենք Թուրքիայում հրատարակված գրքեր եւ դրանք վաճառվեցին ու բաց պահանջարկ ունեին, վաճառվեցին եւ բացի դրանից դա դարձավ շարունակական եղավ, ընդհանուր առմամբ սկսած նորից պատվիրեցինք, նորից ստացանք, հետո նորից եւ այլն։ Այսինքն քայլ արվեց այս երկու կարևոր, ասենք հրատարակիչ կազմակերպությունների մերձեցման առաջին քայլը արվեց։ Հիմա երկրորդ քայլն է։ Այս ցուցահանդեսը նաև այդ նշանակությունը ունի։ Բացի այդ, որ ավելի մոտիկից ծանոթացանք այստեղի քոլեջների, դպրոցների երեխաների հետ եւ ես մեծագույն տպավորություն ստացա այդ համազգեստով երեխաներին, որ տեսա, հրաշք էր դա, որ ասենք իրոք աշակերտներ են։ Այո։ Ավակ դպրոց թեկուզ, բոլորը համազգեստով էին, դա շատ կարևոր էր։ Մի խոսքով, այդպես բուկինիստի մասին ինչ կասեմ։ Բուկինիստը ստեղծվել է 97 թվականին նախկին բուկինիստական գրախանութի բազայի վրա, ասենք սեփականաշնորհված է։ Ես համակարգում աշխատում եմ 73 թվականից, 52-53 տարի, չգիտեմ, այդքան եւ ես ուրախ եմ, ես այն քիչ երջանիկ մարդկանցից մեկն եմ, որ ամբողջ կյանքում իմ սիրած գործը արեցի։ Եվ ստացվեց։ Այն նպատակները, ինչ որ դրել էինք, ստացվեց։ Ուրախ եմ նաև, որ լավ թիմ ունեմ, որոնք հետևում են ինձ։ Ասենք, ունեմ աշխատողների թիմ, կորիս, որոնք գիտեն ինչ են անում, ինչու են անում եւ սիրով են անում, նվիրումով են անում։ Այսքանը, ինչքանով է ստացվել, դա կգնահատի գնորդը, ժողովուրդը, ընթերցողը։ Անշուշտ։ Իսկ բարոն Արմեն, Արմավ հրատարակչական հիմնադիր, դուք ինչ ունեք ասելիք ձեր հրատարակչական մասին։ Հրատարակչությունը հիմնադրվել է 2013 թվականին իմ եւ կնոջս կողմից Արմինե Քոչարյանի, որը տնօրենն է, ես գլխավոր խմբագիրն եմ, ընտանեկան որպես այդպես մի տեսլական, կարելի ասել մեր երրորդ զավակը, հիմնադրեցինք մեր բանասերների ընտանիք է մեր ընտանիքը եւ մեր հիմնական գործը հենց գրի հետ է, բայց նաեւ պիտի ասեմ, որ որդեգրեցինք ամենակարևորը, որ պետք է մեր հրատարակչությունը լիներ, մշակութաստեղծ եւ արժեքների, այսպես ասած, վրա պետք է շեշտը դրվեր եւ այդպես էլ արեցինք։ Մենք ինքներս գուցեև բիզնես առումով այդքան մեծ գործ չի կատարվում, այսքան բիզնես վաճառվող գրքեր այդքան շատ չենք ստեղծում, բայց մշակութային առումով շատ կարևոր մի բաց ենք լրացնում հայաստանյան հրատարակչական դաշտում։ Ինչ է տեղի ունենում։ Հիմնականում այսպես է եւ շատ նորմալ է, որ հրատարակիչը բիզնես է անում, աշխատանք է անում եւ պիտի հրատարակի եւ ունենա եկամուտ։ Բայց օրինակ այնպիսի գրական ժանրերից ինչպիսին որ պոեզիան է, ինքը ոչ բիզնես պրոյեկտ է, այսպես կարելի ասել, այսօրվա չափանիշների առումով,
Եվ լավագույն պոեզիան կարող եմ ասել, որ Արմավ հրատարակչությունն է հրատարակում, եւ Ներսես Աթաբեկյանի, Գագիկ Սարոյանի, Էրմինե Ավակյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Խաչիկ Մանուկյանի, մյուսների մեր լավագույն այսօրվա պոետների գրքերը հենց Արմավ հրատարակչությունն է։ Այլապես այդ բանաստեղծական գրքերը գուցե եւ դուրս մնային հրատարակչական դաշտից։ Աշխատանքն շատ դժվար է եւ գիրք հրատարակելը որպես այդպեսին շատ դժվար է, որովհետեւ նաեւ պետք է կարողանան գտնել մեկենասներ, նվիրյալներ, ովքեր որ կարող են որոշակիորեն թեթևացնել այդ ծանր բեռը, որովհետեւ բիզնես տեսանկյունով պոեզիան անհեթեթություն է եւ շատերը մեղադրում են, ասում են, չի բանաստեղծություն հրատարակում։ Բայց չէ որ բանաստեղծությունը հայ ժողովրդին ավելի մոտիկ է դեռևս հնագույն գողթան երգերից սկսած եւ մեր էաբնույթի մեջ բանաստեղծականն ավելի շատ է։ Մի օր կզարթնի բանաստեղծության ժամանակը եւ կտեսնեն թե ինչ գործ ենք արել մենք այս դժվարին օրերում։ Այո, շատ ճիշտ։ Իսկ բարոն Ցավիտ, եթե պիտի խոսենք edit print-ի մասին, ինչ ունի կսելիք, երբ հիմնված է, քանի տարի է կգործե։ Edit print հրատարակությունը ունի 33 տարվա կյանք եւ պատմություն եւ հիմնադրվել է Մկրտիչ Կարապետյանի կողմից, որը եւ հիմնադիրն է եւ հիմնադիր նախագահն է։ Ի տարբերություն շատ հրատարակությունների մեր սկզբունքը միայն գիրքը հրատարակելը չէ։ Թեպետ երևի Սփյուռքում շատեր առնչված կլինեն մեր կրթական գրականությանը, հա, այբենարաններ, օրինակ աղբյուր դասագիրքն ենք մենք ժամանակին հենց արևմտահայերեն ենք տպել, այսինքն մեր հրատարակության առանցքային ուղղություններից մեկը նաև կրթական մասն է։ Այո, եւ դրա համար մենք անգամ դպրոցականների սկսած առաջի դասարանցիներից ունենք էքսկուրսիոն ծրագիր, որի միջոցով երեխաները ծանոթանում են թե ինչպես է ստեղծվում գիրքը։ Ինչու առաջին հայացքից թե ինչ-որ կապ չունի, չէ, ինչու պետք է տեսնել ոնց է արտադրվում գիրքը, բայց երբ երեխան այդ տարիքից տեսնում է այն աշխատանքը, ինչը արվում է գիրքի ստեղծման համար, նա սկսում է գնահատել, արժևորել եւ խնամքով վերաբերվել գիրքին։ Այսինքն մենք գալիս ենք այսպես ասած հիմքից։ Մեր հրատարակչական գործունեությունը, հա, բազմաճյուղ է, այսպես ասած, դասագրքերից, ուսումնաօժանդակ ձեռնարկներից, բառարաններից անգամ սկսած մինչև դասականների հրատարակում, ոչ գեղարվեստական գրականության, մասնագիտական գրականության հրատարակում եւ նաեւ դրան զուգահեռ մենք այսպես ասած մեր մատները պահում ենք ժամանակի զարկերակին, որպեսզի այո ոչ միայն հայ գրողներին ներկայացնենք կամ դասական թարգմանություններ, այլ նաեւ ժամանակակից այն գրականությունը, ինչ որ աշխարհում լինում է, հա, ստեղծվում է, մենք փորձում ենք րոպե առաջ հնարավորության սահմանում թարգմանել եւ հայ ընթերցողին մատուցել։ Ինչու, որովհետեւ այսօր Հայաստանում այնպեսի ընթերցողական միջավայր է ստեղծվել, որ հիմնականում ընթերցում են երիտասարդները։ Իսկ երիտասարդները ժամանակակից են եւ փորձում են իմանալ այդ ժամանակակից աշխարհում ինչ գրական։ Մինչեւ 100 տարեկան երիտասարդները։ Իսկ ինչպես կարժևորեք հայ քիրքեն բխած ուժը, որ գմիացնե մեզ Հայաստանեն մինչեւ Սփյուռք։ Դարձյալ ես սկսեմ եւ ասեմ, որ պիտի վկայեմ մի բարձր անհատականության անունազգանուն, խոսքս գրող, հրապարակագիր եւ թատերագիր Հրանտ Մարգարյանի մասին է, որը Նյու Յորքում է բնակվում եւ մի այսպիսի հետաքրքիր տեսլական ցակեց մեր միջև, երբ որ մենք զրուցում էինք, որ պիտի 21-րդ դարի հայ գրականությունը մենք մատենաշարով կարողանանք հրամցնել։ Քանի որ պատերազմը հաջորդեց, առաջինը եղավ ձայն արցախական հատորը, որը Արցախի գրողներին հատոր ներկայացրեցինք, այնուհետև ձայն հյուսիսային, որ խորհրդային տարբեր երկրներում ապրող հայ գրողներին մեկ հատորում, եւ հասկացանք, որ Հայաստանում պետք է եւս ըստ ժանրերի ներկայացնենք, դրա համար հավաքեցինք ձայն քերթողականը պոեզիան, ձայն տարածականը արձակը, ձայն թատերականը դրամատուրգիան, այնուհետև
գրողների միության անդամների գիրքը մեկ արեցինք, ցայն հայրենական, այժմ արդեն հրատարակման փուլում են եւս երկու գիրք, ցայն հիշատակի, նրանք ովքեր 21-րդ դարում գրել են, բայց այսօր ցավոք մեզ հետ չեն ապրում, որովհետև հատորներում միայն ապրող կենթանի 21-րդ դարի ապրող գրողների մասին է, մահացած այդ գրողների սերնդի գիրքն է մի հրաշալի 500 էջանոց հատոր լինելու եւ ձայն նոր գրականություն, ձայն նորաստեղծ, նոր գրականություն մուտք գործող երիտասարդներին, այնուհետև Սփյուռքյան պետք է մենք կարողանանք այո այս արևելյան հատվածում Լիբանան, Սիրիա, Իրան, Պոլիս դա մեծ հատոր կարող կազմի Եվրոպայում ապրող հայ գրողներին եւս մեծ հատոր պիտի կազմի Ամերիկա եւ Կանադա եւս մենք 12 հատոր նախատեսած ենք որից 6-ը արդեն իրագործած են Գրանտ Մարգարյանի այսպես ասած ջանքերով եւ իմ աշխատասիրությամբ որովհետեւ կարողանանք 21-րդ դարի հայ գրականությունը ներկայացնել սա Գիրքը որպես այդպեսին միավորող ուժ կարող է լինել, որովհետև մենք շատ ենք սիրում մասնատվել, մեր հայ ժողովուրդը շատ է սիրում մասնատվել, նույնիսկ տեղային, նույնիսկ ասում են այս քաղաքից, այս մարզից, այն տեղից, այս թաղից, այն թաղից, մեր թաղից, ձեր թաղից, սա կա, բայց մենք պետք է կարողանանք համախմբվել եւ Չարենցյան պատգամը, ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է մենք սա պիտի իրոք գիտակցենք եւ գիրքը լավագույն օրինակը պիտի լինի թե ինչպես են մեկտեղվում ամբողջը մեկում եւ այդ գրքերը հիմնականում մենք փորձում ենք տարածել նաեւ Սփյուռքում որովհետեւ տեսնեն որ 21-րդ դարի հայ գրականությունը մեկ ամբողջականություն է այո ուրեմն պիտի ժողովուրդն էլ մեկ ամբողջականություն լինի Բարոն Սամուելյան, ինչ են այն մարտահրավերները, որ հայ գիրքը գտի մակրավե եւ ինչպես կփորձեք ախտահարել։ Մարտահրավերներից առաջ ես Արմենին խոսքը ուզում շարունակել։ Տեսեք, մեր խնդիրը ո՞րն է, բոլոր հայերը գրեթե խոսքը ընդհանրապես գրավոր եւ բանավոր է, չէ՞ լինում։ Հայերը մանավանդ գաղթօջախներում կարելի ասել կարողանում են խոսել հայերեն բայց շատ կարևոր է որ նաև հայերեն կարդան եւ գրքի ուժը, այսպես ասած, հենց դրանում է, այսինքն գրավոր խոսքը, որը ժամանակի վկան է անցյալի եւ ներկայի, գրքի միջոցով կարող ենք հասու դարձնել ընթերցողին, հայ ընթերցողին։ Այդ պատճառով եւ շարժառիթով ավելի շուտ մենք մի քանի մատենաշար ենք արել, որոնք ինչպես Արմենն էր շեշտում շահ չեն հետապնդում մեր մոտի Հայաստանի ընթերցողներին արևմտահայ կամ Սփյուռքի ավելի շուտ գոնե ամենից հայտնի գրողների ներկայացնելու համար մենք հիմնադրեցինք Սփյուռք մատենաշարը որով նաև հիմա ընթացքի մեջ է Զապել Եսայանի ընդհանուր երկերի հրատարակումը ես վերջերս տպեցինք Կոստան Լերկամսար ներողություն հետաքրքիր Լերկամսարին ավելի շատ գիտեն արևելահայերեն գրող, բայց մենք հրատարակեցինք նրա արևմտահայերեն ֆելյետոնները։ Եվ ձեր հարցին անդրադառնալով, մարտահրավերները մենք գալուց օդանավականում համոզվեցինք, որ այն մարտահրավերները, որոնք մենք մտածում ենք, թե մեր երկրում մեր ընթերցողների եւ գրքի հետ կապ ունեցողների, հրատարակիչների, գրախանութների հետ է կապված, ամբողջ աշխարհում գրեթե նույնն է։ Ինչու, որովհետեւ գիրքը, եթե ժամանակներ առաջ ինտելեկտուալ, կրթություն ստանալու առաջնային միջոցներից մեկն էր տեղեկություն, չգիտեմ, աշխարհայացք ձևավորելու եւ այլն, հիմա երիտասարդ սերունդի մոտ ալտերնատիվները ավելի շատ են։ Այո։ Երբեք նորությունները չես կարող իմանալ շատ արագ գրքերից են ժամանակին օրինակ մարդիկ Լև Տոլստոյի գրքերով էին իմանում թե ասենք հերավոր արևելքում թե որ Պետերբուրգում ինչա պատահել հիմա այդ գործառույթը չունի ինֆորմացիոն զարգացման առումով այսօր ինտերնետը ավելի լայն եւ արագ հնարավորություն է տալիս այս պարագայում ավելի գիրքը անձնական ինտելեկտուալ աճի հետ է կապված եւ շեշտը դրա վրա է պետք է դնել եւ գումարած զբաղվում ես միշտ ասում եմ
երիտասարդներին կամ երեխաներին, երբ որ հանդիպելու առիթ է լինում, ասում եմ, դուք մի դիտեք ծանր աշխատանք գիրք կարդալը, այլ ինչպես եք դուք ժամուկես գնում, ենթադրենք կինոթատրոնում ֆիլմ նայում, ժամերով կարող եք Facebook թերթել, կամ չգիտեմ, օրինակ ինչ-որ համերգ եք գնում, հա, այդպես նաև գեղարվեստական առավել եւս գերականությունը պետք է նայես ժամանցի միջոց, որը նաև կնպաստի քո ներքին զարգացմանը։ Եվ այսօր այն կետն է արդեն հասել, որ եթե ժամանակին միայն գիրքը պատկերացնում են թղթային տարբերակով, այսօր կա էլեկտրոնային գիրք ասվածը, աուդիո տարբերակով գրքերը, հա, եւ ամեն դեպքում կապ չունի ոնց խրախուսում ենք, որ հասում ենք գեղարվեստական գրականությանը։ Մոդելան, այո։ Գիտեք, կներեք մի բան ուղղակի ավելեմ եւ ասեմ, այսօր ամենաշատն ենք կարդում։ Եվ հատկապես ոչ միայն համարտությունը եւ հատկապես Հայաստանում ամենաշատն ենք կարդում։ Հարցն այն է, թե ինչ ենք կարդում։ Մենք ուշադրություն որ դարձնենք, անընդհատ Facebook-ում գրառում են կարդում, գովազդային ցուցանակում են կարդում, ամեն ինչ կարդում են, բայց պիտի գեղարվեստական գրականությունը առաջնային դառնա։ Այս ամբողջ խնդիրը։ Եթե վերցնենք թվերով, ասենք թե օրվա մեջ միջին վիճակագրական հայ մարդը, ասենք կարդում է մոտ 50,000 տառ, ասենք թե։ Բայց ինչ է կարդում։ Կամ 60,000 տառ, բայց ինչ է կարդում։ Սա մի հատ հետաքրքիր բան է, մարտահրավեր է բոլորիս առջև, որ մենք պիտի հասկացնենք մարդուն, որ դու պիտի ճիշտ բան կարդաս, այն ինչը որ խորը նստվածք է տալու քո մեջ, է որ կերտվածքն է։ Ես թե կարելի է ես էլ այս հարցով իմ մտածմունքները ասեմ, ուրեմն իմ խորին համոզմամբ ընթերցողի ինքը պետք է ընտրի ինչ կարդա։ Ես ընդունում եմ ձեր գրականագետի եւ գրողի մասնագիտական մտահոգությունները, որ պետք է գեղարվեստական գիրք կարդա։ Իհարկե գեղարվեստական գիրքը մարդուն զարգացնում է, մարդուն դա պսիխոթերապիա է անում, հանգստացնում է։ Ճիշտ արժեքների դավանելու բան է տալիս, լիցքեր է տալիս, բայց ոչ միայն գեղարվեստական։ Մեր համար գիրքը գիտելիքի ձեռքբերման հիմնական աղբյուրներից մեկն է, իմ համար երևի ամենահիմնական։ Այսինքն գիտության ցանկացած բնագավառի գիրք կարևոր է։ Հիմա երկրորդ նկատառումը մենք խնդիր ունենք, մենք պետք է իրատես լինենք։ Եվ ասենք, իհարկե լավ է, ես էլ ասեցի, որ այստեղից գրքեր էի տարել, վաճառվեցին, բայց կարող էին ավելի շատ վաճառվել։ Ինչումն է մեր խնդիրը։ Արևելահայը դժվար է կարդում արևմտահայերեն գրքերը, արևմտահայը դժվար է կարդում արևելահայերեն գրքերը։ Այստեղ սա մասնագետների, գրականագետների, լեզվաբանների գուցե հարցն է, հարցերի հարցը, որ պետք է մտածել ինչ-որ մի ընդհանուր բան գտնել։ Միջին այնպես լինի, որ մատչելի լինի լեզուն բոլորի համար։ Մենք, եթե Հայաստանում 2 կամ մի քիչ ավելի միլիոն մարդ է ապրում, Սփյուռքում 10 միլիոնից ավելի են ապրում։ Եվ մենք իրավունք չունենք անտեսելու այդ մասը։ Բարձրապես իրավունք չունենք եւ պետքա մատչելի լինի բոլորի համար։ Իհարկե ասելը հեշտ է, քննադատելը հեշտ է, անելն է դժվար։ Ես հասկանում եմ, թե ինչ բարդ բան եմ ասում, բայց դա պետք է լուծվի այդ հարցը։ Պետք է լուծվի, ընդհանուր մի բան լինի։ Դուք իբրև Հայաստանի ամենամեծ գրախանութի դեր, ինչպես կնկարագրեք այսօրվան ընթերցողներու բանջները։ Ինչ է ամենաշատ բանջվածը։ Հիմա որ դուք ասիք իրենց որ պայման չէ որ շատ բարձ։ Ինչ է բանջը։ Հենց թեկուզ գեղարվեստական գրականությունը միշտ մարդը դա լինի հայ, անգլիացի, ռուս, թե արաբ, կապ չունի։ Մարդը միշտ ձգտում է լավը ունենալ, լավը կարդալ, ավելի լավը դառնալ։ Իհարկե լավ գրքերն են ամենապահանջվածները։ Իսկ պահանջվածները, ասենք, դա էլ է գալիս, եթե թարգմանություն է անգլերենից, ֆրանսերենից, արաբերենից, չգիտեմ։ Օրինակ, թարգմանել էին Ջեբրան Խալիլ։ Շատ լավ վաճառվեց, որովհետև ոնց կարող չվաճառվի, դասական է։
Կամ ասենք անգլիական, ֆրանսիական, ամերիկյան գրականության նաև ժամանակակից գրականության ասենք մի բան կարող եմ ասել այսօր ընթերցողի սեղանին այնքան գիրք է դրված լավ գիրք որ երբեք ես իմ 50 տարվա կամ ավելի տարիների աշխատանքում չեմ տեսել այդքան լավ գիրք Մարդը հիմա որ չաշխատի էլ միայն գիրք կարդա չի հասցնի ամբողջը կարդալ։ Հիմա մեկ մտահոգ կլանք ընդհանրապես որ գիրք չեն գարտարի մակբայերի դասարանը։ Բայց այո, բայց Հայաստանի մեջ շատ ավելի կգարտան, քան մեծ մասը հենց երիտասարդներն են։ Գիտեք, ուրեմն մասամբ դուք ճիշտ եք, եթե դուք նկատի ունեք ուսանող երիտասարդությունը այնքան էլ չեն կարդում կամ դպրոցական տարիքում կարդում են Բայց մենք շրջանում եղանք, օրինակ փառատոներ գրքի գնացել էինք Կապան 6-րդ 7-րդ դասարանի երեխաներ էին եկել իրար մեջ խոսում էին ես էլ դիմացից լսում էի լուր ասում էր էս լավն է էս լավ կարդացել է ասում էս լավն է էս էլ ասում է ոչինչ բան այսինքն այդ գրքերը այսինքն հերթով կարդում են այդ գրքերը կան եւ եթե հիշում ենք մեր տարիք հիշեք ձեր ուսանողական տարիներին Եթե 25 հոգի էր խումբը ձեր, ասենք, ինստիտուտի կոնսերվատորիայի երևի, քանիսն էին կարդացող, քիչ, ոչ բոլորը։ Նույնը իմ տարիքի, իմ սերնդի մեջ էին, կարդացողները միշտ քիչ են եղել, չկարդացողն ավելի շատ է եղել, բայց հիմա էլ են կարդում են, ճիշտ է այն մասսայական թվերին չենք ասել, ասենք տոկոսներին, որ առաջ էր։ 6%-ով, այո։ Բայց իհարկե պետք է պայքարենք, պետք է աշխատենք, օրինակ ծառայենք, որպեսզի հասնենք ու անցնենք, որովհետև կարդալը դա էլ արժեք է։ Ապրելակերպ է դա։ Ապրելակերպ է, որը քեզ տանում է արժեքների աշխարհ, ճիշտ արժեքների աշխարհ։ Իսկ թվայնացման աշխարհում ինչ քայլեր կառնեք, որպեսզի ձեր գրադարանը ավելի հասկանալի լինի նոր սերունդին։ Հասկացել ենք մենք վաղուց, որ պետք է համահունչ գնալ ժամանակին։ Օրինակ կար ժամանակ, որ ես անտեսում էի գովազդը, ասենք մարքեթինգը եւ այլն, աս մարքետոլոգներին ասում էի դրանք ջեփկիրներ են, մարդու գրպանն են մտնում։ Միայն մի տարբերությամբ, որ լայն բացում են գրպան, ասում են համեցեք, էլի ունեմ փող, էլի տարեք։ Բայց հետո հասկացա, որ հիմա հատկապես ինչքան էլ ուզում է դա ձևական լինի, որոշ առումով ձևական է, որոշ առումով խորը բովանդակություն ունի։ Դա կարևոր է եւ այդ ծառայությունները պետք է զարգացնել, աճեցնել, օրինակ, ասենք, ով կմտածեր մի քանի տարի առաջ, ասենք, գովազդի ես Instagram, Facebook, հետո Instagram, հետո չգիտեմ, տարբեր բաներ, ասենք, հիմա դիզայներ ենք պահում գրքի, պահում ենք SMM մասնագետ կամ ֆիրմայի ենք տալիս, որը outsourcing-ով անում է դա, պահում ենք գովազդի մենեջեր, որը իր ծրագիրն ունի, պլանը ունի, ամսվա, երամսյակի, տարվա աշխատանքների։ Հիմա առաջացել են նոր տեսակ է առաջացել բլոգերներ, որոնց ասած, այսպես ասած, դառնում է օրենք մասսայի համար։ Ես այնքան էլ դրա եթե ճիշտ է համաձայն չեմ, գուցե ինձ դրա համար քննադատեն չսիրեն, բայց դա իրողություն է։ Այո, հիմա այդ պետք է կարծես եւ արդեն մասկազում է։ Բայց շատ հաճելի է, երբ որ հենց գրքային բլոգերներ կան։ Ուրեմն, այո, երբ համատեղվում են գիրք կարդացած մարդը բլոգերության հետ, ուրեմն բախներս բերել է։ Այդ հարցում բախներս բերել է եւ իհարկե անտեսել չեն կարող, ընդհակառակը մենք գնում ենք դրա հետևից աշխատում ենք այդ թվայնացման նորագույն մեթոդները, նվաճումները կիրառել։ Եվ ասեմ ձեզ, որ երբեմն չենք հասցնում, այնքան արագ է ամեն ինչ փոխվում։ Այո, շատ ճիշտ։ Այնքան արագ է աճում, որ միգուցե իրենք էլ չեն հասցնում յուրացնել ամբողջությամբ։ Այո։ Այսպիսի ժամանակաշրջան ենք ապրում, շատ բարդ է, բայց դա պետք է։ Դագավին ունի դարել մտահայ գրականության պատկանող գիրքեր Դագավին կվաճառեք ձեր գրախանութի մեջ։ Գիտեք, առաջին արձագանքը դա 10 տարի առաջ էր, 9-10 տարի առաջ իմ մայր գրախանութի
կողքի շենքում ապրում են սփյուռքահայեր շատ, որոնք գնել են, բնակարան են գնել այդտեղ եւ գրքասերներ են եւ այդտեղից ես հասկացա մոտեցան ինձ այս ինչ լավ է ասում ուշականի հատորները վերացեք եւ այլն ու հետո անընդհատ նորություններ ու հասկացա որ պահանջարկ կա որ պետք է եւ հուսով եմ որ այդպես էլ կշարունակվի Շատ լավ իսկ բարոն Սամվելյան Էդիթ Պրինց հրակչադանը զավալուն թեր կկատերը այս օրերուն իր հերքի դպակրության եւ հրադարակչության մեջ այսօր բանացները փոխված են ինչպես կսեինք եւ ընդհանրապես միշտ նորություններ գլա եւ պետք է նորություններուն հետևենք նույնիսկ եթե նույնիսկ որ եթե տասակիրքեր կհրադարակի տասակիրքերու փոխանցությունը կամ տասակիրքեր բادرաստերու ծևը փոխված է կրնալալ տասակիրքին հետ միասին պետք է on-line իր տարբերակնալ ըլլա կամ ուսուցիչի բادرաստված բաժինը ըլլա մեթոդները ինչպես կաշխատի ինչպես ինչ կգարտեք որ առաջնահերթությունը ինչ է Դե տեսեք չափանիշները, այսինքն մեթոդը ինչ ձևով պետք է լինեն դասագրքերը, այսինքն Հայաստանի մեջ այսպես եղավ, երկար տարիներ նույն դասագրքերն էին հրատարակվում, վերջին 3 տարում թարմացումներ եղան, ինչու որովհետև այն մեթոդները, որ տարիներով աշխատել էր, հասկացան, որ մի քիչ դժվար է այդ նույն մեթոդով ժամանակակից երեխաների հետ աշխատելը կամ գիտելիքը տեղ հասցնել եւ դրա համար արդեն պետությունը ոնց որ այդ մեթոդները պետությունն է մշակում մենք համագործակցում ենք մասնագետների հետ որոնք հմտացած են դասագիրք գրելու մեջ ամեն մեկի իր առարկայով պատվերը իջեցնում են եւ համապատասխան ձևի մշակված մեթոդների հիման վրա արդեն դասագիրքերն է գրվում եւ դրանք անցնում են փուլեր, հա, այնտեղ ստուգողներ կան եւ այլն, այդ չափանիշներին պետք է արևել դիզայները, բայց նաեւ պահանջներից մեկն էլ հենց այն է, որ մենք հատուկ կայք ունենք, որտեղ կոչվում է կրթադարակ.am, այդտեղ մեր այն դասագրքերը, որոնք Edit Print-ն հրատարակել եւ որը այսպես դպրոցում անցնում են, դրանց էլեկտրոնային տարբերակները պետք է լինեն Այսինքն ոչ միայն դասագիրքը, այլ նաև մեթոդական ձեռնարկները պետք է լինեն, որ եւ դրանից ի դեպ մեր սփյուռքում կարող են, չգիտեմ, եթե ուզում են, հա, կարող են օգտագործել, հա, ազատ դրված են այդ բոլոր գրքերը եւ այսինքն թվային հարթակը եւ տպագիր գիրքը ոնց որ ուսումնականի առումով գնում է անվճար, հա? Անվճար, հա, գրանցում բան պետք չի, հենց այդպես գրում են այն դասագրքերը, որոնք այսպես ասած հեղինակային իրավունքը մերն է, մենք ենք թույլատրվել ամես հրատարակելու, այդ բոլոր կայքում դրված է։ Ազատ կարող են մտնել, ծանոթանալ գրականություն կա, հայոց լեզու կա, ֆիզիկա, կենսաբանություն, Եվ յուրաքանչյուր նյութ իր մասնակետն է կպատրաստի անպայման եւ փորձառու պետք է լինեն մասնագետները, որովհետեւ գիտեք երբեմն շատ դեպքերում շատ գիտելիք ունենալ առարկայից շատ քիչ է, որովհետեւ այդ մասնագետները պետք է նաեւ մանկավարժական մեթոդաբանություն իմանան, մանկավարժական հոգեբանություն ունենան, որովհետեւ շատ դեպքերում ասում ես, այս մեկը շատ լավ գիտնական է, նա կարող է շատ լավ պատմական գիտությունների դոցենտ պրոֆեսոր լինի, բայց ինքը չկարողանա այդ դասարանի, ենթադրենք 7-րդ դասարանի աշակերտի մատուցելու ձևը իմանա։ Իր մոտ ակադեմիական ինչպես պիտի սորվի, շատ ճիշտ։ Իսկ կան նոր գրողներ, գխրախոսեք դուք նոր գրողներ։ Նոր գրող ասված է, չգիտեմ։ Ես միշտ այդ գրողների վերաբերյալ հարցերից խուսափում եմ, որովհետև ինքս գրող եմ։ Բայց այո, ես մի քիչ արդեն նոր չեմ համարվում, որովհետև 40-ի շեմն անցել եմ, բայց ես շատ ուրախանում եմ, երբ տեսնում եմ ամեն տարի կամ գոնե 3 տարին մեկ ինչ որ մի գրող կամ մի քանի գրողներ հայտնվում են, ովքեր մեզ ճանաչում են ձեռք բերում։ Ձեր հաստատությունը ինչպես կխորախուսե նման երդասարներ։ Տեսեք, մեծ հրատարակությունները առհասարակ նաև դաշտ են ուսումնասիրում։ Նույն Facebook-յան դաշտը, նույն գրական մամուլը, հա, բոլորին մենք պետք է հետևենք, որ հասկանանք, ով ինչպես է գրում, ով լավ ձեռագիր ունի, ինչ մակարդակի վրա է գրում, եւ այդտեղից արդեն գնում են առաջարկներ, բայց նաեւ երկրորդ մասն է կա, որ մեծ հրատարակություններին միշտ առաջարկում են, հա, գալիս են ասում են մեր առաջարկում են տպագրել, մի քիչ
բիզնես լեզու ասած մեր հաշվին, հա, տպավորում։ Բայց այստեղ վտանգ կա, ինչպես պարոն Ավանեսյանը շեշտեց, օրինակ պոեզիա հրատարակում ենք, բայց ընթերցողները ընթերցողները սովոր են, քանի որ պոեզիան ավելի էմոցիոնալ, հա, գրականություն եւ հիմնականում կարճ, իրանք այդ սոցիալական կայքերի, ինտերնետի միջոցով իրենց հոգեվիճակին համապատասխան մի բան գտնում են, կարդում են, անցնում են առաջ։ Այդ խնդիրը լուծելու համար, որ համակարգված ներկայացնենք այն գրողներին ժամանակակից, մենք ստեղծեցինք արդի մատենաշար, ինչու արդի ոչ թե ժամանակակից, որովհետև ժամանակակից երբեմն որ ասում ենք, մտածում ենք, թե պետք է ինքը անպայման երիտասարդ լինի։ Ու տենց ինչ-որ կարծրատիպ կա մարդկանց։ Բայց մենք ունենք գրողներ, որոնք տարիքով ավելի մեծ են, բայց շարունակում են ստեղծագործել։ Եվ այդ արդի մատենաշարը երկու մասի բաժանեցինք՝ արդի արձակ եւ արդի պոեզիա, եւ փորձեցինք այն գրողները, ում ենթադրենք արմավ հրատարակությունը չի հրատարակել կամ մյուս հրատարակությունները չեն հրատարակել, այդքանից սելեկցիանել եւ մենք հրատարակությունը իր հաշվին այդ գրքերը ներկայացրեց ընթերցողին։ Ասեմ, որ շատ կարևոր է երբեմն մեծ հրատարակությունները Հայաստանում իրենց դիմաց խնդիր են դրում ոչ միայն վաճառվող գրականություն, այսինքն ոնց են ասում, բեսթսելերներ միայն ոչ թե տպել, այլ երկու ուրիշ գործոն անեն, մեկը որ կարևոր գրքերը ներկայացնեն, մյուսն էլ խթանեն հենց նոր սկսող գրողներին, որոնք կարող է այդ միջոցները չունեն, միջոցը ոչ միայն ֆինանսական միջոցների մասին է խոսք, այլ հարթակը չունեն ներկայանալու։ Որտեղ անձնապես դու ուրիշ բան է, երբ որ հրատարակում, բայց երբ որ հրատարակությունը հանձն է առնում, ինքը տարբեր պարոն Վարդանյանի ասած մարքեթինգային գործողություններն է անում, տարբեր ձևերով միջոցառումների է մասնակից դարձնում իր գրողներին, փառք Աստծո, այսօր Հայաստանում եւ գրախանութները, եւ հրատարակիչները, եւ նշած գրքային բլոգերները բոլորը եւ մեծ բանակա թիմակ, այո, բավական մեծ, որ ընթերցանությունը խրախուսելու, ընթերցանությունը ասված է միայն հրատարակել եւ գրախանութ տանել վաճառելը, չի, որովհետեւ մեծ մասը նաեւ օգտվում են գրադարաններից, նույն դպրոցականների մեծ մասը, ուսանողների մի մասը օգտվում են, ովքեր չեն կարող, հա, ամսական չգիտեմ 30,000 տալ, որ 4-5 գիրք անել, իրենք օգտվում են գրադարաններից եւ այս օղակի մեջ իրենք էլ գրադարաններն մեծ դեր ունեն եւ իրենք է ոչ պակաս լծված են գրքի կարոզում։ Այո։ Իսկ Վարդան Ավանեսյան, այսօր ինչ դեր կկատարեց ձեր հրատարակչատունը հայեցի արժեքներով պահպանման գործի մեջ։ Ես էլ նոր գրողներին անդրադառնամ, նաեւ որպես գրականագետ, որպես հրատարակիչ եւ որպես Հայաստանի գրողների միության վարչության եւ նախագահության անդամ։ Որովհետեւ կարևոր ծրագրեր կա, որ կատարվում են եւ դրանց մասին կուզենայի հենց հիմա բարձրացնել շատ արագ։ Հայաստանի գրողների միությունը ամեն տարի ծաղկածորյան երրորդյա խորհրդաժողով մաստեր կլասներ հավաք է կազմակերպում եւ ես ինքս ամեն տարի մասնակցում եմ դրանց եւ նաեւ ժամանակի, այսպես ասած, կայացած գրողները Հենրիկ Էդոյան, Գուրգեն Խանջյան, Արտեմ Հարությունյան, Էդվարդ Միլիտոնյան, իսկ Էդվարդ Միլիտոնյանը գրողների միության նախագահն այդ ամբողջի կազմակերպիչն է եւ երիտասարդ գրողներին հարթակ են տրամադրում, նախ իրանք իրար մեջ ճանաչում են, բացի իրար ստեղծագործությունները կարդում են, քննարկումներ են տեղի ունենում, բանավեճեր են տեղի ունենում եւ սա կարծում եմ լավ առիթ է։ Մյուսը պիտի ասեմ, ահա Արարատ Մկրտումյան հիմնադրամի հետ համագործակցում ենք, ինչպես նաև Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի եւ Լոռու մարզային բաժանմունքների հետ մեկտեղ Մկրտումյան մատենաշար ենք ստեղծել եւ ամեն տարի մրցույթ է կազմակերպում, մի տարի Շիրակի մարզային երիտասարդ ստեղծագործողների, որի միջև 31 տարեկան, ինչու, որովհետև Արարատ Մկրտումյան բանաստեղծ երկրաշարժի ժամանակ օրերս էլ տարելիցներ երկրաշարժի մահացավ 31 տարեկանում, շատ տաղանդավոր բանաստեղծ եւ իր գիրքը չտեսավ եւ ահա հիմնադրամի նախագահը իր եղբայրն է եւ եղբոր որդին միասին ամեն տարի կազմակերպում են մրցույթ
մենք հրատարակում ենք 2 գիրք այդ մրցույթի արդյունքում, տարեկան 2 գիրք հրատարակում ենք, հաղթողին առանձին ժողովածու եւ մասնակիցներին խրախուսական անթոլոգիա ենք հրատարակում։ Շատ լավ, մրցույթները շատ լավ։ Այո, մի տարի։ Երևան կհանեկարվի։ Այո, կենտ տարիներին տեղի են ունենում Շիրակի մարզում, զույգ տարիներին Լոռվա մարզում։ Ինչի, որովհետեւ ծնունդով լոռեցի էր Արարատ Մկրտումյանը, բայց ապրել էր Գյումրիում եւ դրա համար այս երկու մարզերը եւս կապվեցին միմյանց հետ։ Մենք նաեւ եւս համագործակցում ենք մի շարք երիտասարդների հնարավորություն ենք տալիս, մանավանդ եթե տեսնում ենք, որ շնորհաշատ է, մեջը ջիղ ունի եւ փորձում է աշխատել, հրատարակում ենք նրանց գրքերը, կազմակերպում շնորհանդեսներ, կազմակերպում ենք նաեւ հանդիպումներ նրանց հետ։ Ճիշտ է, դրանք շատ դժվար է սովորաբար լինում, որովհետեւ շատ հաճախ երիտասարդները չեն էլ կարողանում այդ դժվար ճանապարհը հաղթահարել, բայց կան նաեւ երիտասարդներ, ովքեր որ կարողանում են հաղթահարել եւ այսօր արդեն 2-3 գիրք ունեն եւ գնալով կամաց փորձառու են դառնում։ Սա եւս կարեւոր է եւ ահա հարցը ինչպիսին էր։ Հարցը այդ էր, որ ձեր հրատարակչադունը հայեցի արժեքներու բահբանման մեջ ինչ տեսակի գործ կկատարի։ Այդ երիտասարդներին արդեն իսկ հայեցի արժեքներին։ Եվ մյուսը, որ ես ասացի, շատ կարեւոր է, որ մենք պիտի հայկական մշակույթը, ես ասացի մենք մշակութաստեղծ ենք, ասացի պոեզիան, բայց ոչ միայն պոեզիան, հրաշալի գրականագիտական, գրականագիտական գրքեր ենք մենք հրատարակում, սա գուցե կապված է այն բանով, որ ես նաև աշխատում եմ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում եւ իմ գոլեգաների գրքերն են հրատարակում, բայց սա եւս կարեւոր է, որովհետեւ գրականագիտական գրքեր են հրատարակում, մասնագիտական, որոնք որ բուհերում դասագրքի արժեք ունեն եւ ընդհանրապես ակադեմիական, ինստիտուցիոնալ արժեքներ են եւ տարբեր քաղաքներում գործող բուհերի ուսանողները օգտվում են եւ գիտնականների համար է դառնում նաեւ սեղանի գիրք։ Այս իմաստով եւս մեկ կարեւոր է եւ պիտի անպայման հիմա ասեմ մի շատ կարեւոր ձեռնարկի մասին, որ նախարարության հետ համատեղ արեցինք, արվեստի դպրոցների համար մենք նախաձեռնեցինք եւ հրատարակեցինք արվեստի պատմություն կերպարվեստ, Արարատ Աղասյանի հեղինակությամբ դասագիրքը եւ ամբողջ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը 2000-ական թվականներ 3 հատորով ներկայացվեց համաշխարհային արվեստի պատմությունը, ներառյալ հայ արվեստը, կերպարվեստը մեջը, կերպարվեստը։ Հաջորդիվ նախաձեռնեցինք եւ արդեն հրատարակման փուլում է արվեստի պատմության կերպարվեստ դասագիրքը, որ 2 հատորով պիտի լինի, Տիկին Հասմիկ Մարկոսյանի հեղինակությամբ եւ պիտի նաեւ հետագայում անդրադառնանք անպայման թատրոնին եւ գուցե երաժշտությանը, որպեսզի մենք կարողանանք, սրանք եւս շատ կարեւոր են, շատ կարեւոր։ Նման գիրքերու ընթերցողները բավարար են։ Նման գիրքերը որոշակի մասնագիտական, ընթերցողներ են բանանում, բայց այո, մեծ հետաքրքրություն է առաջանում, որովհետեւ իրենք լինելով խիստ գիտական չեն, գիտական են, բայց նաև հանրամատչելի են եւ շատերն են հետաքրքրվում, որպեսզի կարողանան համաշխարհային արվեստի պատմությունը 3 հատորներով ունենալ ձեռքի տակ։ Իսկ այս կան հրատարակություններ կամ հրատարակություններ, ինչպես կարելի է սպյակ հասցնել։ Աշխատիգատ ես մի էլի տվյալներ, որ մեկ շաբաթ չկա առաջ ճշտել եմ, աստեղեն արդեն նայել է Հայաստան եւ բավական։ Հիմա ասեմ, ճշտել եմ ես արդեն, որովհետեւ նախ անհնար է տարեկան ես գրապալատի տվյալներով տարեկան Հայաստանում մոտ 3000 անուն գիրք է հրատարակվում։ Սրա մեջ մեկ այլ ողբերգություն կա, որովհետեւ եթե 3000 անուն գիրք է հրատարակվում, դրանք 200, 300, լավագույն դեպքում 500 կամ 1000 օրինակով են հրատարակվում։ Եվ դա ստեղծում է մի բազմաբղետություն։ Խորհրդային ժամանակ գուցե եւ 200 տարեկան գիրք հրատարակվեր, բայց դրա ամենակիչը 3000, 5000 եւ կվկայի պարոն Խաչիկը, որ այդպես է եղել, 10000 եւ ավելին, քանակն էր շատ։ Հիմա տեսակն է շատ, քանակները քիչ։ Միջին քանակը 300-ից 500 օրինակ։ Այո, եւ սա իրականում լավ չէ, որովհետեւ քաղաքակիրթ երկրներում, ընթերցող զարգացած երկրներում
3-ից բնակչության 0.3-ից 0.4%-ը պիտի ընթերցասեր լինի այն հաշվարկով, որ տարվա կտրված գրքերից, հա, հրատարակված գրքերից այդքան տոկոսի չափով պիտի առնվազն վաճառվի։ Հա, այսինքն եթե մենք մեզ ուզում ենք համարել քաղաքակիրթ, հա, 3000-ից վերցնենք 50%-ը դրանք դասագրքային եւ գիտական, մասնագիտական գրականություն են, մյուս 1500 գեղարվեստական գրականությունից պիտի 0.3 կամ 4% ամեն մեկից պիտի վաճառվեր, դա ժողովրդի 3 միլիոն 03 9000-ից 10000 օրինակ։ Եթե մենք լինեինք ամեն մեկից։ Ասիչ մեծ տիվ է։ Հա, պարոն Արմենը թվերը բարձրաձայնում եւ բայց մինչ այդ ասաց որ քաղաքակիրթ ազգը ուրեմն առաջին Ուրեմն մենք 0.001 ենք։ Ուրեմն առաջին հերթին մենք պետք է աշխատենք քաղաքակիրթ լինել, դառնալ քաղաքակիրթ։ Մենք պետք է խոստովանենք, որ մի քիչ հեռու ենք ընդհանուր քաղաքակիրթ աշխարհից։ Իսկ քաղաքակիրթ դառնալու համար գիրք է պետք կարդալ։ Այո, շատ ճիշտ, շատ ճիշտ։ Շատ է պետք կարդալ։ Եվ մենք կարգախոս ունենք, ասում ենք նույնիսկ բաժակների վրա ենք տպել, իսկ մենք կարդա փոխիր աշխարհը։ Այո։ Բայց ես մի հարց ունեմ, թե դուք եք լրագրողը։ Մենք մի շատ լավ տոն ունենք, այսինքն տարվա մեջ ես առանձնացնում եմ Հայաստանը գրքի քարոզի հետ կապված կամ ռոպագանդայի ավելի շուտ, հա, 2 տոն։ Մեկը Երևանյան գրքի միջազգային փառատոնն է, որը աշնան է լինում եւ ամենակարևոր տոնը, թեպետ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու օր է։ Ձեր մոտ այո, ունի ունի, այո։ Եվ կներեք հարցին չպատասխանեցի, այստեղ հասնել այդ 3000 անուն գիրքը բավականին բարդ եւ դժվար է։ Բայց պիտի այստեղ կարծում եմ ակտիվանան գրային գրախանութները, որոնք եւ գրավաճառները այստեղ ահա բուկինիստի տնօրենն է եւ բուկինիստը հնարավորություն ունի ցանկացած գիրք հասցնելու։ Այսինքն արժե ցանկացած գիրք չէ, այս է խնդիրը։ Պիտի պատվեր լինի գնորդի ցանկացած գիրք։ Այսինքն պիտի կարողանան այստեղ հարթակներ ստեղծվեն, օնլայն հարթակներ լինեն, որ այո կարողանան տեսնել, ընտրել, հա, ինչպես որ աշխարհում կա տարբեր հարթակներ կան եւ չինական այո չինական չգիտեմ ձեռնոց է գալիս books.am բոլոր մեծ հրատարակչությունները ունեն մենք ուղարկում ենք պոստով ենք ուղարկում ծախսերը պետք է գնորդը քաշի ասում եմ եթե պատվիրում են պետք է վճարեն որ երաժշտությունը լսեն չի շատ լավ ենք այսօր Քիչ հետ կարտեն բացումը պիտի կատարվի ցուցահանդես փառատոնին։ Եթե մեր ժամանակ արդեն բավական սպառած է, մենք պետք է փակենք մեր հայտակիրը։ Փակելի առաջ ինչ խոսք ունիք, ինչ ուզեք ձեր զգացումները արտահայտել այս արիթով վանացայինին եւ մեր ունգընտիրներուն, ինչ խորհուրդ կրնակ տալ։ Եթե կարելի է, շատ կարճ։ Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին եւ ձեր ռադիոին, ռադիո է, այո։ Այո։ Հա, ռադիոին շնորհակալություն նրանց, ովքեր հարգում են գիրքը եւ անդրադառնում են գրքի վերաբերյալ ցանկացած հաղորդման։ Մեր ժողովրդին, ընթերցող ժողովրդին, ժողովուրդ ջան, կարդացեք գիրք կարդալը միայն դրական բան է տալիս մարդուն, առողջացնում է եւ ֆիզիկապես, եւ հոգեպես։ Եվ օգտվելով առիթից ուզում եմ ավելի լավ հնարավորություն չեմ ունենա, ուզում եմ շնորհավորել բոլորի գալիք նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։ Այո, շնորհակալ եմ։ Առողջ եղեք։ Բոլորն այո։ Իսկ դու ինչ ունիք սելիք ծերծի խոսքը։ Պարոն Վարդանյանը թեպետ ամփոփ բոլոր կետերին անդրադարձավ։ Ես կարծում եմ, որ մենք ավելի շատ խոսում ենք հայ լինելու մասին, ինչպիսին պետք է լինի հայը, բայց առաջին նախապայմանը թեպետ այբենարանից սկսած հայ գիրը կարդալ։ Այո։ Եվ որովհետև երբ կարդում ես նախևառաջ ինքը քո ներսում ես հայ դառնում, հետո այն ինչպիսի հայ որ դառել ես, արդեն դա ցույց ես տալիս եւ դրսևորում ես աշխարհում։ Քո հայրիները ճանաչում են այնքանում, ինչքան դու քո արմատներին մոտ ես։ Այո։ Իսկ լեզուն
այսպես ասած քո արմատը աշխարհի հետ հաղորդակցվելու միջոցն է։ Այո։ Հրամեցեք ձեր սուտի խոսքը։ Ես եմ շնորհավորում բոլորիս, բարի ընթացք համահայկական այս փառատոնին եւ մի բան գիտեմ եւ վստահ եմ մի բանում, որ եթե ուզում ես լինել առաջին շարքերում, պիտի շատ կարդաս։ Այո։ Եթե ուզում ես քո ձեռքի տակ աշխատեն մարդիկ, պիտի շատ կարդաս։ Քիչ կարդացիր, դու ես աշխատելու մարդկանց ձեռքի տակ։ Սա հատկապես երիտասարդ սերնդին եմ ասում, որովհետև այս ժամանակակից նորօրյա պլանշետները, գadgetները, հեռախոսները եւ այլն, նրանք ինֆորմացիա չեն տալիս։ Նրանք իմացություններ, այո, Գերեսային ինֆորմացիա 15 վայրկյանանոց մի վիդեո են նայում եւ երեխաներն հարցնում են. ձեր վերջին նայած վիդեոն դուք հիշում եք ինչ եք նայել, չեն հիշում։ Այո, որովհետեւ շատ է։ Եվ դա կա նաեւ աշխարհի մեջ են ներդրված է, որ հիշողությունը թեթևանա երեխա։ Շնորհակալություն ձեր ներկայության, շնորհակալ ենք, որ այստեղ եք եւ ձեր այս սուլ ժամերն ալ դրամատրեցիք, որովհետեւ արդեն բացում է պիտի ըլլա YouTube պետք է վարը ըլլակ։ Շնորհակալ ենք, որ այսքան լայն ցեգով արտադրացակ հայ քիրքին եւ ընդհանրապես քիրքին արժեքին մասին հարկելի ունգընտիրներ այսպիսով գավարդի այսօրվան շողարցակը հիշեցնենք որ այսօր մեզի հետեին Հայաստանի ժամանած հարկելի հյուրե Բուկինիստ գրախանութի դերև դնորեն Խաչիկ Վարդանյան Edit Printer հրադարակչադան գլխավոր խմբակիր Դավիթ Սամվելյան եւ Արմավ հրադարակչադան հիմնադիր դնորեն Արմեն Ավանեսյան Ձեզի հետ էր Շողիկ Տորոսյանը եւ Սայնե հաղորդավար Մարինե Մեր հաջորդ հանդիպումը հարաճիգա երկուշաբթի մինչև դեզի կմաղթենք Խաղաղ երեկո միշտ վանացանի ընկերակցություն Ցտեսություն